Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության ողնաշարն է եւ խնդիրները ոլորտում բազմաթիվ են ոռոգումից մինչեւ իրացում։ Գյուղացու առաջարկները լսելու, խնդիրները գույքագրելու նպատակով առաջարկ Հայաստանին նախաձեռնության ներկայացուցիչների այս տարվա առաջին հանդիպումը Արմավիրի մարզում է։ Արարատյան դաշտը հայտնի է իր քաղցրահամ խաղողի առատ բերքով, սակայն միշտ չէ, որ առատ բերք ստանալու հանգամանքն ուրախացնում է գյուղացիներին։ Հիմնականում խաղողագործությամբ զբաղվող արմավիրցիները վերջին տարիներին իրացման խնդիր են ունենում։ Այդտեղ խաղողագործությունն է էլի տարածաշրջանում զարգանում ի շնորհիվ Ծառուկյանի գործարանը նախկին կոմունիստական ժամանակվանից առավ, գնեց, վերանորոգեց, ամեն սարքավորումներով փոխեց, մեզ աշխատատեղ բացեց, մեզ աջակցեց, ասեց մենք իրան բուժանույթ ուզեցինք, պարադանույթ, ամեն ինչ տրամադրեց, մեր տարածաշրջանը զարգացնենք խաղողի, մարդը տրամադրեց, շնորհակալ ենք դրա համար, խաղողագործությունը աճեց, շատացավ, հիմա մտերման խնդիր ունենք, էլի, ցանկալի կլինի պայմանագրեր կապվի, այս գլխից, էլի, մենք որպես խաղողագործ, այդ հանգիստ խրճով պայմանագիրը կապենք 10 տոննա, 20 տոննա կոնկրետ ինչ կամա մտերվելու, հասկանանք այդ հանգիստ խրճով մեր մշակենք։ Դուք գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը միշտ անկախ նրանից, թե այդ մթերման ծավալը այդ փուլում անհրաժեշտ է եղել, թե չի եղել, իր ուրեմն այսպես ժողովրդին աջակցելու տրամաբանությամբ եւ հոգեբանությամբ միշտ իր քայլերը արել է եւ միշտ աջակցել է եւ դուք իրավացի եք։ Հիմա տեսեք, ինքը էլի իր քայլերը անելու է, ինքը իր ուղուց, նա ես այդ մարդուն այն օրը խոսում էի, ասում եմ մենք 20 տարի միասին ճանապարհ ենք անցնում, ինքը ասեցել է մի 20 տարի էլ անցնելու ենք միասին։ Ես հավատում եմ ինչ որ ինքը անում է եւ ասում է, սենց է, ինքը իր չափով, իր այն ինչ որ ինքը գիտի, իր հոգեբանությամբ անելու է էլի, շարունակելու է, բայց մենք պետք է հասկանանք, որ շատ հարցեր կա, որպեսզի արմատական լուծվի, դա պետք է պետությունը անի։ Դրա համար, երբ որ մենք մեր այդ առաջարկ Հայաստանի ծրագրում արդեն գյուղատնտեսության բլոկը, գյուղատնտեսության ոլորտի մեր մոտեցումները կասենք, այսինքն պետք է ստիպել, եթե դու իշխանություն չես, ապա իշխանությանը, բայց պարլամենտում ես կամ թեկուզ պարլամենտից դուրս ես, դու պետք է ստիպես, որ կառավարությունը այդ ձեր հարցադրումները անի, լուծի։ Ուր գնացել ենք, առաջի հարցը այն է եղել։ Իսկ ով է պատասխանատու գյուղատնտեսության համար, եթե գյուղատնտեսության նախարարություն չունես։ Առաջի հարցը լինելու է անպայման վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը, որովհետև նախարարը առաջի քաղաքական պատասխանատուն է այդ ձեր ասած հարցադրումների համար։ Անպայման պետք է իրացման շուկաները քաջալերվի պետությունը, ով որ խմիչքները արտահանում, որտեվ հիմքը խաղողի մթերման դրա այդ իրացման հարցն է։ Իրացում ունեցար կմթերի, չունեցար չի կարա տասնյակ տարիներով մթերի, սպիրտը թողի այնտեղ, հետո ինչ անի։ Սա է խնդիրը, մենք այդ հարցով պետք է լուրջ զբաղվենք։ Պետությունը պետք է ծրագրեր մշակի ու սուբսիդավորի գյուղացիական տնտեսությունները, ինչպես նաև մթերող մասնավորին։ Հարևան երկրներում այդպիսի փորձ կա, տրամադրվում է 80-ից 90% սուբսիդիա։ Պարարտանյութը, թունաքիմիկատը, գյուղտեխնիկայի խնդիրը, ջրի խնդիրը ոռոգման, այս բոլոր բաները պետք է սուբսիդավորվի, հա, պետք է մշակվի ծրագրեր, սուբսիդավորվի, եւ երբ որ մենք այսօր ասում ենք, որ մեր բյուջեն, այս 26 թվի բյուջեն 10 միլիարդ դոլար ալնելու Հայաստանի, 10 միլիարդանոց բյուջեի մեջ գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման ծավալը պետք է մեծ լինի շատ, որը քիչ է։ Երրորդ հանգամանքը, որ ուզում եմ ասեմ ինչն է, մեր գյուղատնտեսության ծավալը հանրապետության, մեր համախառն արդյունքի մեջ, այսինքն ամբողջ պետության ստեղծած արդյունքի մեջ միշտ եղել է 18-ից 20%։ Այսօր գիտեք ինչ կան այ չէ։ 8.1% է։ Նրան էլ պետք է սուբսիդավորի, ով որ մթերում է։ Եվ երկրորդ արտահանման խթանում, որտեվ հետո որ պետք է մթերի ձեզնից, այդ պետքա դառնա խմիչք, չէ, պետքա դառնա ապրանք, որը պետք է իրացվի։ 80 տոննա խաղող է մշակել տեխնիկական սորտի եւ ընդամենը 7 տոննա եմ հանձնել զավոդը։ Ես խնդրեցի անգամ Ծառուկյանին մոտեցա, ասի, պարոն Ծառուկյան, վերցրեք այն մարդուց, ով որ բանա հավատարիմ եղեցես, ես այդ հավատարմությունը չկորցրեցի, տվեցի այդ մարդին, էլի չեմ բողոքում։ Եկեք մենք մեր հարգարժան ընկերոջ հավատարմության գաղափարին բոլորս միած ծափահարենք։ Պարոն Ծառուկյանին տեղյակ պահեք, որ այն եկած տարվանից սկզբից մինչև հիմա մենք նորմալ աշխատել ենք, բայց այս վերջի 4-5 տարին չգիտեմ, թե ժողովուրդը իրան նեղացրեց, թե ինքը նեղացա, մենք նեղացած չենք, ինքն էլ թող չնեղանա։ Իմացեք, որ երբեք Ծառուկյանը նեղացած չի, ես իր հետ շատ մտերիմ շփումներ ունենալով, ուրեմն անընդհատ իր կարծիքները լսելով քննարկումները, դա ձեզ
ասում են, բայց մենք հստակ ասում ենք, պետական քաղաքականությունը պետք է հստակ փոխվի։ Արտադրական նպատակով մթերում կազմակերպելուց բացի բերքը երկարաժամկետ պահելու եւ իրացնելու այլ մեթոդներ էլ կան սառնարանային տնտեսությունների հիմնում, որի մեկնարկը Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում արդեն տվել է ու խոստացել, որ սառնարաններ է կառուցելու նաեւ մյուս մարզերում։ Ծառուկյանը ինչ արեց Վարդենիսում սառնարանային տնտեսություն, պայստավորում, տարայավորում, այդ բոլոր պայմանները պետք է ստեղծվի, որ ձեր ասած պայմանագրի հիման վրա մթերվի, եթե չի էլ կարում իրացումը գնա հիմա, պահպանվի դա, ուրիշ սեզոնին արդեն դրա իրացման աշխատանքները կատարվեն։ Նոր նախագիծ է էլի պարոն Ծառուկյանը առաջ քաշել, որ Հայաստանի բոլոր մարզերում այդ սառնարանային տնտեսություններ գործելու են, կառուցվելու են, որպեսզի գյուղացին կարողանա իր բերքը պահի եւ հետագայում կարողանա կամ արտահանի կամ վաճառի։ Ամենաթեժ սեզոնին գյուղացին նաև ջրի խնդիր է ունենում։ Մտահոգիչ է ջրամբարների հարցը։ Խաղողագործները ներկայացնում են իրենց առաջարկը։ Ձեր հաղորդում առաջարկ Հայաստանին իրոք հակին խելացի մտքեր է կարտահայտում։ Այսօր ես մի առաջարկ եմ անում ընդհանուր գլոբալ հարցասա, ուրեմն 70-ական թվականներին մենք կառուցեցինք Ախուրյանի ջրամբարը։ Մինչև այսօր, այսինքն 35 տարի անկախության ժամանակ եւ նրանից էլ 30 տարի առաջ 60 տարի այս ջրամբարից մի կիլոգրամ տիղմ կամ մնացորդ չի հանվել։ 500 միլիոն խորհրդ մետր ջրի ծավալ է Ախուրյանը, 500 միլիոն խորհրդ մետր։ Այո, այդ բաները պետք է համապատասխան պետական ծրագրերով դրվի մաքրման աշխատանքները եւ բոլոր ջրամբարներում այդ խնդրեմը կա։ Ընդունելի է այդ առաջարկը, համարեք, որ դա լրիվ ընդունված է 100%-ով, շատ ճիշտ առաջարկ է։ Ջրային ռեսուրսները պետք է ճիշտ կառավարվեն։ Ջրամբարները ոռոգման խնդիր լուծելուց զատ նաև էներգետիկ անվտանգության հարց են լուծում, ասում է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։ Պետք է Արաքս գետի վրա Մեղրու սահմանում կառուցվեն 2 հիդրոէլեկտրոկայան, ամեն մեկը 250 միլիոն դոլար ներդրումով։ Մեկը պետք է Իրանին լներ, մեկը Հայաստանի սեփականությունը հետագայում։ Եվ դա չկատարվեց։ Ինչն է պատճառը, ջրի հետ կապված է։ 2010 թվականի դրությամբ չափել էին, որ այդ զոնայում Մեղրու Իրանի սահմանում Արաքս գետով վարկյանում անցնում է 200 խորանարդ մետր ջուր, վարկյանում 200 խորանարդ։ Ինչ պատճառներով ձգձգվեց այդ ներդրումը Իրանի հետ կապված հարաբեր եւ այլն, 2000 արդեն 15-16 թվին որ չափում էին, տեսան, որ այդ 200 խորանարդ մետրը իջել է 40-50 խորանարդի։ Քչացել է, նույնիսկ դրանից էլ քիչ։ Այլևս իմաստ չունի այդ հոսքի վրա հիդրոէլեկտրոկայան կառուցել։ Ինչ դա խնդիր է քննարկեցին։ Տեսան, որ այդ ձեր ասած վերևի հատվածում Ախուրյանի Թուրքիան 2 միլիարդ խորանարդ մետր ջուր է Արաքսից տարել եւ ջրամբարներ է կառուցել այնտեղ։ Ընդամենը 7-8 տարում։ Մեր երկրում վարելահողերի մոտ 50%-ն անմշակ է։ Գյուղացին հող չի մշակում, որովհետև շահավետ չէ։ Արմավիրցիներին մտահոգում է նաև ցորենի հարցը։ Ցանքատարածությունները պակասում են եւ դա ուղիղ սպառնալիք է պարենային անվտանգությանը։ Ամասյա գյուղը Սովետ միության ժամանակ արտադրել է 150-160 տոննա հացահատիկ։ Հիմա 30 տոննա, 20 տոննա հացահատիկ չի արտադրում։ Փոխանակ սուբսիդավորեն այդ սալյարկեն վառելիքը սերմացուն, որպեսզի հացահատիկի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի։ Ժողովուրդը սոված չմնա։ Մենք միջինը արտադրել ենք խորհրդային վերջի փուլում պետության 320,000 տոննա։ Հայաստան 320, միջինը 320,000 տոննա։ Հետագայում սրանից մի 15-20 տարի առաջ, չգիտեմ դա ինչքանով էր իրական, մինչև 450-500,000 տոննա էր, բայց նաև Արցախում, որտեղ արտադրվում էր 90-ից 100,000 տոննա։ Հիմա մենք գիտեք 24 թվին ինչքան ենք արտադրել պաշտոնական, ընդամենը 120,000 տոննա, ընդամենը 120,000 տոննա։ Եվ իսկ մենք ընդամենը եւ հացահատիկը եւ հյութալի ֆուրաժային կերերը միասին 1,200,000 տոննա սպառում ունենք։ Մենք պետքա գոնե մեր սպառված ցորենի կեսը արտադրենք։ Արմավիրցիները նաև աշխատատեղերի խնդիր ունեն։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո, ասում են, մարզում տասնյակ գործարաններ փակվեցին։ Հոկտեմբերյան տարածքը մտնելուց, ուրեմն աճի վրա նայում ես կար մեբելի ֆաբրիկա։ Մի քիչ գալիս ես առաջ ապագե տարիների գործարան կար, պահածոների գործարան, կոնյակի գործարան, ֆուրնիտուրի գործարան, գազմաշ, քեզ ասեմ տարոն կոմբինատ, ռելեի գործարան, այս լրիվ քանդված է։ Հայաստանը եղել է արդյունաբերական երկիր
ինքը պետք է նորից դառնա արդյունաբերական երկիր։ Արդյունաբերությունը տնտեսության իրական հատվածն է, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն։ Իսկ Հայաստանի համախառն ներքին արդյունքի 62%-ը 62 առևտուրն ու ծառայություններն է, որտեղ հավելյալ արդյունք չի ստեղծվում։ Մնացածը իջել է այսօր վերամշակող արդյունաբերությունը իջել է 7%-ի, 7%։ Այն մնացած 4%-ը լեռնահանքայինն է, մի 3-4% էլ գազ, էներգետիկա, ջուր։ Պետությունը այն գործարանները, որոնք որ տենց փակվել են, բայց ինչ որ մեկի սեփականությունն են, պետքա ձևը գտնի, որպեսզի ինքը կամ պարտադրի, որ նա ներդրում անի սեփականատերը, կամ վաճառի ուրիշի, ով որ կարող է ներդրում անի։ Դրա համար ես ինքս 15 թվին, սրանից արդեն 10 տարի առաջ, պարլամենտում եղած ժամանակ մի հատ մայր օրենք մշակեցի, որը կոչվում է արդյունաբերական քաղաքականության մասին օրենք, որտեղ երկու բան դրեցի հիմքում, օրենքով։ Մեկը պետք է Հայաստանը ունենա հնգամյա պետական արդյունաբերության զարգացման ծրագիր, պետական ծրագիր 5 տարի, եւ երկրորդ պետք է արդյունաբերական գոտիներ լինեն։ Ձեր ասած Արմավիրի այդ զոնան պետք է դառնա գոտի, որը հարկերից ազատված պետք է լինի։ Մի քանի ժամ տևած քննարկումը լավ հնարավորություն է, որ առաջարկ Հայաստանին նախաձեռնության ներկայացուցիչներն արձանագրեն բոլոր խնդիրները հենց առաջին ձեռքից։ Դրանք մշակելով, մարդկանց առաջարկները լսելով էլ առաջիկայում կներառեն խնդիրների լուծման մի մեծ փաթեթում, որտեղից էլ սկիզբ կառնեն օրենսդրական նոր նախաձեռնություններ։ Արթուր Հակոբյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։